Հանգագիր հոպենել երաստված պարգևել մենք տեսնում ենք ու եղբայրների և Հիսուսը մեր մեջ լինել է խոստացել տանք մեր սրտերում և Հիսուսը մեր մեջ լինել է խոստացել տանք մեր սրտերում ինչ հաճելի է ձեզ հետ նրան խոնարհվել աշխարհի հուզմունքներ մոռանալ և ինչ ուրախություն է Սուրբով կողմեցվել երկինք տաճարին վայելել և ինչ ուրախություն է Սուրբով կողմեցվել երկինք տաճարին վայելել մենք Սիոնի ճամփորդներ մենք այստեղ հաղթում Գետարջուր բխող աղբյուրի մոտ Ապորներն անցնելով նոր ուժով կշարժվեն Տիրոջ նեղ ճամփով կարկարով Ապորներն անցնելով նոր ուժով կշարժվեն Տիրոջ նեղ ճամփով կարկարով Աղձեր հանդիպման մեջ անտեսում ենք ահ և դաժան ժայռերը մեր ճամփին ոգևորում է մեզ մեր վերջի խոսքերը տանում վերդեպ նոր բացուկի ոգևորում է մեզ մեր վերջի խոսքերը Տեր Հիսուսի շուրջը ավելի կրկանան միշտ նայենք մեր կենդանի բեմին հավատքի վահանով և սիրո զրահով հետևենք Տիրոջ հետքերին հավատքի վահանով և սիրո զրահով Սրտանց փառք մեր Արարիչ Աստծուն, մեր Տերն արժանի է փառքերի այս օրհնյալ ներկայության համար, որ Տերը առատ օրհնություններ է պատրաստել մեր համար, եւ ամենամեծ օրհնությունը դա Աստծո հետ հանդիպումն է, երբ որ մարդ ճանաչում է Արարիչ Աստծուն եւ ճաշակում է Աստծո տված քաղցրությունները եւ Աստծո տված օրհնությունները։ Աստված այո կարգադրում եւ հրամայում է օրհնություններ իրեն սպասողներին, իրեն սիրողների համար, գթություն եւ ողորմություն հավիտյան, քանի որ Աստված բարի է, իր էությունը միայն տալն է։ Աստված երբ որ մեզ ասես տալը լավ է քան ծառնելը, դա իր բնությունն է։ Եվ Աստված երբ որ պատվիրում է սիրել, դա նորից աստվածային բնություն է։ Դրա համար մենք ինչքան հաղորդ ենք լինում Աստծուն, այնքան ճանաչում ենք Աստծո սերը, հաղորդ ենք լինում աստվածային բնությանը եւ այդ բնությանը հաղորդ եղող մարդը նոր ասում է ինչ խղճարի մարդ եմ ես, որ համեմատականները անում իրան ոչ թե մարդ հարաբերության մեջ, այլ համեմատում է մարդ Աստված հարաբերության հետ եւ տեսնում է դեռ ինչքան պակասություններ ունի, որ աստվածային բնությունը իր մեջ հաստատվի, օրեցօր էլ ավելի սրբվի, օրեցօր էլ ավելի մոտիկանա։ Բայց այդ ճանապարհի մեջ անօրենը քնած չի, անօրենը միշտ մեզ մտքեր է բերում աշխարհը ցույց տալով, աշխարհի հմայքները ցույց տալով, աշխարհի ճոխությունները ցույց տալով։ Եվ շատ հաճախ շատ հավատացյալներ շեղվում են աստվածային ճշմարիտ ճանապարհից, երբ որ իրանք ընտրության առաջ են կանգնում, ում ընտրեն, ինչ անեն, եւ մարդ սովորաբար ընտրում է այն, ինչ իր համար թանկ է, այն ընտրում, ինչ իր համար արժեք ունի։
Եվ մենք Սուրբ գրքում տեսնում ենք շատ անձնավորություններ, ովքեր ընտրել էին Աստծուն, բայց ժամանակի հետ նրանք Աստծուն թողեցին, ցավոք թողեցին։ Եվ ինչ էր տեղի ունեցել այդ մարդկանց կյանքում։ Այդ մարդկանց կյանքում տեղի ունեցել մի բան, որ թվացial ոչ մեկ չէր նկատում։ Դա միայն տեսնում էր Արարիչ Աստված եւ իրանք իրանց ներս անձնաքննությունով դա տեսնում էին։ Բայց ժամանակի հետ տեսնում ենք, որ այդ մարդիկ այդպես հեռացան Աստծուց։ Դա եղել է հին ուխտում, դա եղել է նոր ուխտում, եւ այսօր հերթը մերն է։ Մենք էլ անցնում ենք այդ ճանապարհը եւ ամենօրյա ընտրության հնարավորություն ունենք, ամենօրյա։ Աստված ասում է Սուրբը թող էլ ավելի սուրբ լինի, կատարյալը էլ ավելի կատարյալ լինի։ Այսինքն Աստված մեզ ցույց է տալիս, որ ամեն օր այդ ընտրության հաշվին, ընտրության կայացրած որոշմամբ կամ մենք պետքա սրբությունից սրբություն գնանք, կամ տկարությունից տկարություն գնանք։ Դա կախված է մեր որոշումից։ Երեկվա մեր օրհնությունները դա երեկվա համար էր, քանի որ ամեն օր ըստ Աստծո ասում է ունի իր նեղությունները։ Հիմա եթե մենք օրհնված ենք եղել, դա Աստված տվել էր երեկվա պատերազմը պատերազմելու համար, բայց այսօրվա պատերազմի համար մեզ պետք է նոր ուժ ունենալ։ Այսօրվա պատերազմի հետ մեզ պետք է Աստծո հետ էլ ավելի մոտիկություն անել, քանի որ ավելի գնալով թեժանում է նրանց համար, ովքեր սրբությունից սրբություն են գնում։ Սաղմոս 73-ը շատ անգամ մենք կարդացել ենք, շատ անգամ նայել ենք։ Դա մի Աստծո զավակի ինքնախոստովանություն է, ով համարձակվում է իր ներքին աշխարհը բերել ողջ աշխարհի մարդկության դեմ։ Գուցե մենք ամաչենք մեր սխալների, թերությունների համար բարձրաձայնենք, բայց այս անձնավորության կյանքը նշված է Սուրբ գրքի մեջ։ Նշված է մի ձև, որ բոլոր մարդիկ կարդում են եւ տեսնում են այդ մարդու մտորումները, այն ծածուկ խորհուրդները, որ ինքը նստած մտորում էր։ Բայց Փառք Աստծո սկիզբը եւ վերջը նախադասությունները, երբ որ գրված է, մենք տեսնում ենք այդ մարդու կատարած ընտրությունը։ Ամենաառաջի համարում ասում է իրավի, որ Աստված բարի է Իսրայելի համար, սրտով ուղիղների համար։ Ասում է իրավի, որ բարի է։ Այսինքն անկախ իր որոշումներից, անկախ իր անցած այդ թերություններից, պակասություններից, ինքը իր Սաղմոսը, Ասափը ներկայացնում է ինչով, իրավի, որ բարի է, չքննադատելով Աստծուն, ընդունելով, որ Աստված ճշմարիտ է, Աստծո որոշումները ճշմարիտ են, նրանց համար ով սրտով ուղիղ են։ Ովքեր սրտով ուղիղ են, նրանց համար Աստծո ամեն բանը բարի է։ Մենք հավատում ենք, չէ, որ ինչ մեր կյանքում որ տեղի է ունենում, բարի գործակից է լինում։ Դա ասում է Աստված, Աստծո սիրողների համար այլ տարբերակ չի կարա լինի։ Չի կարա երբևիցե լինի, որ Աստված մարդու կյանքում թույլ տա վատ բան։ Կարող է երևույթը ցույց տա, որ մարդը նեղության մեջ է, դժվարության մեջ է, բայց Աստված ասում է դա քո համար բարի է։ Եվ մարդը, երբ որ այդ դրան հավատում է, ժամանակի ընթացքում միգուցե սկզբում մարդը հաս չլինի այդ մտքի հետ, բայց հաստատ Աստված դա թույլ է տվել, որպեսզի այդ մարդուն այնքան աճեցնի, որ այդ մարդը ասի իրավի բարի է, Աստծո ամեն ինչը իմ կյանքի մեջ։ Հոբը սկզբից չէր հավատում այդ ամենը։ Ինչի համար Հոբը Աստծուն վայելող անձնավորություն էր։ Հոբը պարագա էր եկել, որ ամեն ինչից զրկվեց, բայց իր համար այդ զրկվելը այդքան արժեք չուներ, ինչքան իր համար, որ բացակայել էր իր եւ Աստծո հանդիպումը։ Հոբին դա էր անհանգստացնում, ասում գնում եմ արևելք այնտեղ չի, գնում եմ հյուսիս, հարավ այնտեղ չի, փնտրտուքի մեջ է Հոբը, չի կարողանում գտնել, բայց եւ այդ ամենը Հոբի կյանքում ընթացք էր, որ Աստված թույլ էր տվել։ Եվ վերջում Հոբը ինչ է ասում։ Անիմանալի բաներ է իրանում, սքանչելի բաներ է իրանում, Տեր ես չի հասկանում։ Պատկերացնում եք, այսինքն մեզ կարող է թվա, թե Աստված մեր խնդիրը չի տեսնում, Աստված մեր վիճակները չգիտի, բայց Աստված ամեն բան գիտի, Աստծո աչքերը ամենուր եւ ամեն տեղ է։ Եվ Ասափը ինչ ասում, Ասափի խնդիրը ո՞րն էր, Ասափը նայում էր իր հարևաններին, նայում էր իր բարեկամ ազգականներին, նայում էր անձնավորություններին, ովքեր ապրում էին Աստծուն ուրացած, անձնավորություններ, ովքեր Աստծուն սպասող մարդիկ չէին, բայց նա տեսնում էր, որ այդ մարդիկ աշխարհի կողմից օրհնված մարդիկ էին, աշխարհը նրանց տվել էր հաջողություն,
հարստություն, փառք, դժվարություններ չունեին, աղքատություն չունեին, հիվանդություններ չունեին։ Իսկ ինչ էր անում Ասափը։ Ասափը Աստծո մարդ լինելով ամեն օր Աստծուց խրատվում էր, ամեն օր իր ձեռքերը մաքրում, լվանում էր մեղքից եւ անօրենությունից, ամեն օր ինքը ապրում էր Աստծո ճանապարհների մեջ։ Բայց արդյոք բավարար է մարդ ձեռքերը մաքուր պահելով, Աստծո կյանքով ապրելը, արդյոք դա բավարար է։ Օրինակ, ինչն էր պակասում Ասափին, որ Ասափը դա չէր անում։ Նորից ենք այդտեղ ասում է եւ ամեն օր տանջվում եմ 14-ի մեջ, ներկայով է խոսում։ Ասում է 13 համարը, իրա որ իմ սիրտը զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբությունով լվանում եւ ամեն օր տանջվում եմ եւ խրատվում ամեն առավոտ։ Հիմա Ասափը այդ ամեն ինչը անում է, Աստվածապաշտությունը կարծես ամեն ինչ իր տեղը ընկած է, խրատը կա, ինքը իրան զսպում է, կարծես այրուն թափելու չափ դեմ է կանգնում մեղքին։ Բայց ինչն է պակասում Ասափին, որ ոչ մեկ չի տեսնում, այլ Աստված տեսնում է։ Կարող է հարևանները գնահատական տային Ասափին, ասեին Ասափի մոտ ամեն ինչ լավ է։ Եկեղեցու անդամներն ասեին Ասափի մոտ ամեն ինչ նորմալ է, քանի որ Ասափը հələ մի հատ ինչ աստվածապաշտ մարդ է, Աստծուն երկրպագում է, ձեռքերը լվանում է, ամեն օր խրատվում Աստծուց, բայց ինչ էր խրատում Աստված եւ ինչ չէր տեսնում Ասափը։ Ասափը այս ամենից հետո խրատվելուց հետո Սաղմոսի կեսում ասում է իրա որ իմ սիրտը զուր տեղն եմ մաքրում։ Հիմա ինքը եկել է մի պարագա, որ ասում է անիմաստ է։ Անիմաստ Աստծուն պաշտել, խրատվել, ինչի համար է ինքը դա ասում, քանի որ տեսնում է այն թվացյալ օրհնությունները, որ ով ունի, աշխարհին փառաբանողներն ունեն, իսկ Աստծուն երկրպագող մարդը այդ ամենը չունի։ Մի հետարքիր պատմություն կա, բոլորս այդ տեղը շատ լավ գիտենք, երբ որ Բաղակի եւ Բաղամի պատմությունը։ Բաղակը երբ որ տեսնում է ինքը մովաբացի լինելով, տեսնում Աստծո ժողովուրդը շատացել են եւ գալիս են, ասում է գնամ Բաղամին ասեմ, գնա Աստծո ժողովրդին անիծի։ Գնա Աստծո ժողովրդին անիծի եւ քեզ շատ մեծ հարստություն կտան։ Բաղամը երբ որ գնում է, մենք տեսնում ենք հրեշտակը կանգնում է էշի դիմաց, էշը տեսնում է Բաղամը չի տեսնում, Աստված խոսում է Բաղամի հետ, ասում է մի անիծի, այն ժողովուրդը օրհնված ժողովուրդ է։ Բաղամը չի լսում ամեն դեպքում։ Ինչի կուրացնում է այդ հարստությունը, թեև ինքը մի պահ ասում է այդ հարստությունը ինձ պետք չի, իմ տան չափել ոսկի տաս, միևնույնն է ես ասելու եմ այն ինչ որ Աստված է ասում, բայց Աստված ասում է մի գնա։ Բաղամը շարունակում է գնալ։ Եվ այդ պատմության մեջ 3 անգամ էլ Բաղամը գալիս օրհնում Աստծո ժողովրդին, քանի որ Աստված ասում է քեզ օրհնողներին կօրհնեմ, քեզ անիծողներին կանիծեմ։ Ժողովրդի համար այսպիսի խոսքեր ասում Աստված Բաղամին, եւ Բաղամը գնում Բաղակին այդպես ասում է Իսրայել ժողովրդին օրհնելու եմ, իրեն օրհնելու եմ, անիծողներին էլ անիծելու եմ։ Այսինքն այն անեծքը, որ մենք անում ենք, մեր գլխին է գալու։ Բաղակի ինչ ասում Բաղամին։ Թվոց 24-րդ գլխի 11 համարը։ Եվ հիմա փախի քո տեղը։ Ես ասեցի քեզ շատ պատիվանեմ։ Բայց ահա Եհովան քեզ պատվից զրկեց։ Բաղակը ասում է Բաղամին, ես որոշել էի քեզ շատ պատիվանեի, շատ հարստություն տայի, ով քեզ զրկեց, բայց Եհովան քեզ զրկեց։ Հիմա այդ նույն Բաղակը այսօր էլ կա, եւ Բաղամը այսօր էլ կա, եւ խոսակցությունը ամեն օր տեղի է ունենում։ Եվ երբ որ հավատքի մարդը, թեև Բաղամը մենք գիտենք, որ ինքը հետո այդ հարստությանը աշկ է դնում եւ ինքն անեծքի տակ մտնում, բայց տեսնում ենք, որ այդ խոսակցությունը ամեն օր կա։ Անօրենը մեզ բերում, ասում է, գիտես, ես քո համար ինչ օրհնություններ եմ պատրաստել։ Եվ պարագան գալիս է հավատացյալ Ասափի նման ասում է, անիմաստեղն եմ ինձ զրկում ես ամեն ինչից, զրկում եմ ինձ, աշխարհի տված օրհնություններից զրկում եմ, քանի որ Աստծո պատվերներ ինձ թույլ չի տալիս դա անել։ Եվ հետարքիր է, որ այդ խոսակցությունը ամեն օր տեղի ունենալով, երբ է մարդ ինքզին գալիս, երբ է ճշմարտությանը հաղորդ լինում։
Այո, նորից եմ ասում, մարդ կարող լինի աստվածապաշտության մեջ, բայց իր մեջ շատ խնդիրներ լինի։ Շատ խնդիրներ, շատ խնդիրներ լինի եւ ինքը միշտ կարծի, որ ինքը տենց խեղճ ու կրակ զրկված ապրում է։ Եվ երբ որ իրան ասեն, ինքը սաղին կասի, գիտեք, Աստված ամենաօրհնյալ Աստվածն է, բարեգութ բազմավորում Աստվածն է, իմ Աստծո ձեռքը չի կարճացել օրհնելուց։ Բայց իր սրտի մեջ ինքը լրիվ հակառակն է մտածում է, որ Աստծո ձեռքը կարճացել է, Աստված իրան չի օրհնում, Աստված իրան չի տվել, բայց ահա աշխարհին երկրպագողները ինչքան օրհնյալ են։ Ասափը Աստծո մարդ լինելով չի ամաչում եւ իր խոստովանությունը տալիս է մեր համար, ցուցադրելով ողջ մարդկության իրական կերպարը, որ ինչքան էլ ուզենա մարդը սուրբ լինի, ինչքան էլ ուզենա Աստծո օրենքները կատարի, Աստծո պատվերները կատարի, դա Աստծուն բավարար չի եւ Աստծուն դա չի գոհացնում, Աստծուն ընդամենը մի բան է գոհացնում։ Ամենավերջում Ասափը գիտեք ինչ խոսքերով է ավարտում, ասում է, բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն։ Ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն։ Երբ որ Ասափը այդ խնդիրների մեջ արդեն տարուբերված մտքերի մեջ է, հիմա ընտրություն պիտի անի կամ աշխարհը կամ Աստծուն։ Երկար տարիներ Աստված իրան զրկել է։ Փաղաքն ասում է, ես ուզում եի քեզ օրհնեի, պատվեի, ով քեզ զրկեց, Աստված քեզ զրկում է։ Ընդամենը ընտրություն արա, եւ դա ամեն ինչը կլինի քեզ։ Դու ինձ ընտրի եւ իմ տված օրհնությունները կլինի ու ապացույցներով է խոսում անօրենը։ Ասում հələ մի հատ նայ քո հարևանին, հարազատին, ընդամենը այս մի օրենքը խախտեց, ինչքան օրհնություն ստացավ։ Այս ինչ բանը ինքը անօրենություն արեց, նայ իր գործերը ոնց հաջողվեց։ Եվ մարդը այդ ընտրության առաջ է եւ փաստերով խոսում անօրենը եւ այդ մարդը տեսնում է, որ այո, իրական են հարևանը մի հատ ստից սուտ խոսած եւ մի հատ մեծ օրհնություն ստացավ։ Եվ Ասափի մեջ այդ պատերազմը կար։ Եվ հիմա Ասափը ասում է, բայց երբ որ սրբարանը մտա, ասում է, եւ ես միտք արի, որ իմանամ այս, սակայն դժվար էր իմ աչքի առաջին, մինչև որ ես Աստծո սրբության տեղը մտա եւ նրանց վերջը իմացա։ Հիմա մենք երբ որ նայում ենք, տեսնում ենք, ասում է Աստծո սրբության տեղը մտա։ Միայն Աստծո սրբության տեղը մտնող մարդը, Աստծուն ճաշակող մարդը տեսնում է, որ Աստված ոչ թե զրկիչ է, այլ իրապես Աստված առատապես օրհնող Աստված է։ Քանի որ այդ հանդիպման ժամանակ միայն մարդը հասկանում է, որ ինքը արդեն ամեն բան ունի, Պողոս առաքյալն ասում էր ոչ մի բան չունեցողներ։ Երևույթը ցույց է տալիս, որ Պողոս առաքյալը ոչ մի բան չունի, ասում է, բայց ամեն բան ունեցողներ։ Այսինքն աշխարհի գնահատականով ոչ մի բան ես չունեմ։ Բայց այն ինչը ես ունեմ աշխարհը չունի եւ չի էլ կարա տա երբեք, քանի որ Աստված ասեց ես եմ բարի հովիվը եւ ես դռնող մտնողն եմ, բայց պատուհանից մտնողն ով է, գողը ինչի համար է գալիս, միայն կործանելու համար։ Երբ որ աշխարհը մի բան մեզ խոսք է տալիս, մենք 100% պիտի համոզվենք, որ դա մեր կործանման համար է ինքը անում։ Այդ թվացյալ օրհնությունը, որ անօրենը մեզ տալիս է, դա ինչի համար է, միայն եւ միայն մեր կործանման համար։ Եվ երբ որ մենք հրաժարվում ենք, ասում են, նայ ես քեզ քո համար ինչ էի պատրաստել։ Քո Աստված է մեղավոր, քո Աստված է այդ օրենքները դրել, դրա համար դու զրկվում ես։ Նայ ով Աստծո օրենքով չի ապրում, նա օրհնված է, բայց քո Աստված քեզ ինչ անում, պատվից զրկում է։ Բայց երբ որ Ասափը մտնում է Աստծո սրբարանը, տեսնում է, որ այնտեղ լրիվ ուրիշ կարգավիճակ է, տեսնում է, որ Աստծո տվածը միայն օրհնություն է։ Եվ Աստված ցույց է տալիս Ասափին, նայ Ասափ, նրանք ընտրություն են արել աշխարհին, իսկ դու քո ձեռքերը ամեն օր լվանում ես, դու ամեն օր խրատվում ես, եւ այդ քո խրատը քեզ ուր է բերում։ Ցանկացած պարագայի մեջ, երբ որ դու խնդիր ունես, խնդրեմ ունես, ինձանով խրատվածը Աստված ասում է, իր ոտքերը ուղղում է դեպի սրբարան։ Սրբարանից առնում է ճշմարիտ պատասխանները, ճշմարիտ օրհնությունները եւ ճշմարիտ որոշումները։ Բայց նրանք, ովքեր իրենց ձեռքերը, իրենց խրատները Աստծուց չեն առնում, նրանք ընտրություն անելու ժամանակ
ումով են առաջնորդվում, անօրենի խոսքերով, իրենց հարևան անհավատ բարեկամ հարազատների խոսքերով, նայ էս արա, այն արա, այն արա, այն արա եւ մարդը ամեն օր խապկանքների, ստությունների մեջ։ Մեկ էլ ասապն ասում է, ես տեսա, որ Աստված իմ ձեռից բռնած հավիտենություն է տանում, բայց այդ մարդիկ դժոխք են գնում։ Աստված ցույց է տալիս, ասում է, դե հիմա ընտրություն արա, դու ո՞րն ես ուզում։ Հələ մի հատ նայ ես քեզ ինչերից եմ պահում։ Արդյոք ես զրկող եմ, թե ես օրհնություններ տվող եմ։ Ես քո ձեռքից բռնած տանում եմ քո այն հավիտենական բնակարանը, որ ես պատրաստել եմ։ Դու այդ քո հավիտենական բնակարանը փոխում ես ունայն ստությունների հետ։ Հավիտենական կյանքդ փոխում ես այս ունայն բաների հետ։ Պողոս Արաքյանն ասում ամենից խղճալի մարդ ենք մենք, եթե Հիսուսին հավատում ենք միայն այս ունայն կյանքի համար։ Ամենախղճալի մարդիկ ենք։ Մենք Հիսուսին հավատում ենք որպես ամենակարող Աստված, որ ոչ թե խոստացել է մեզ պիտի տա, այլ խոստացել, ասում է, ով թողես տուն, երեխա, հայր, մայր իմ անունի համար, հարուրապատիկ կառնի, այնտեղ եւ այս աշխարհի մեջ։ Անօրենը միշտ մեզ ասում է ոչ, այդպես չի։ Աստված զրկիչ է։ Եկել Աստծուն ասում է, հոբը քեզ ձրի է պաշտում։ Հələ ձյարից վեկալ, նայ տես հոբի պաշտանմունքի մեջ, դու տվել ես ինքդ քո դիմացը փոխհատուցում է, դու իրան հակառակտան նայ քեզ ինչ անելու։ Այո, հոբը Աստծուն ձրի էր պաշտում։ Հոբի պաշտանմունքը ոչ թե ունեցածի Աստծո տվածի հետ էր, այլ հենց հոբի պաշտանմունքի անկյունակարը հենց արարիչ Աստված էր։ Ոչ թե Աստծո տվածն էր, բայց հենց Աստված էր։ Դրա համար հոբը ամեն ինչից զրկվեց, հոբի համար ամենաթանկ բանն էր, ասում են նորից վերականգնվի իմ եւ Աստծո հարաբերությունները։ Ոչ թե հարստությունները, ոչ թե նորից երեխաներ ունենամ, այլ իմ եւ Աստծո հարաբերությունները վերականգնվի, ինչը իր համար ամենաթանկ արժեքն էր եւ ինչը իր համար գին ուներ։ Աստված եւ վերականգնեց, եւ իր ունեցածն շատացրեց ավելի, քան ինքը ուներ։ Ահա Աստծո օրհնությունը, Աստված երբեք զրկող չի։ Եվ ասապ այդ վերջում արդեն որ խորհուրդը հասկանում է, Աստված հայտնվում է, քանի որ Աստված ասում է փնտրեցեք եւ կգտնեք։ Ինչ խնդիր ունենք, այն մեր ներքի խնդիրները ոչ մի եղբայր, ոչ մեկ չի կարա լուծի։ Ոչ մեկ։ Ինչքան էլ ասենք մենք մոտենանք, ասենք Աբրահամ աղբեր էս խնդիրն ունենք, Աբրահամ աղբերը խորհուրդ կտա, բայց ճշմարտության հայտնությունը դա միայն Աստված է հայտնում։ Երբ որ մարդը մոտենում ասում է Տեր, լավ, ես ճիշտը գիտեմ, բայց համաձայն չեմ այդ ճշտի հետ։ Ես գիտեմ, որ այ դու ասում ես, այս բանը մի արա, եւ ես գիտեմ, որ դա անեմ, դա մեղք է, բայց չեմ կարում չանեմ։ Օգնիր ինձ, Տեր։ Հիմա իմ վիճակը այն է, որ իմ առաջ դրած է $10,000, ընդամենը մի սուտ պիտի խոսամ։ Գետամ կխոստովանվեմ հետո։ Ինչ անեմ, Տեր։ Տերն ասում է, խնդիրը գումարը չի։ Եթե այսօր $10,000 է քեզ անօրենը տվել, վաղը 100,000-ն առաջարկելու։ Հետո 500,000-ն առաջարկելու, ճանապարհը նույնն անօրենի, որպեսզի ամեն օր դու քո ընտրությունը կատարես ի օգուտ իրան, ի վնաս քեզ։ Եվ երբ որ մարդը հասկանում է, որ այո, ինքը ինչքան սրբանում է, այդքան անօրենի տված օրհնությունները թվացial ավելանալու է, այդ մարդու պայքարը ավելի թեժանում է։ Այնքան ժամանակ մինչև մարդը դառնում է այն հոգևոր անձնավորությունը, որ գիտի, որ ինչից ինքը հրաժարվում է, դա իր համար աղբ է։ Եղբայրները միշտ այդ օրինակը բերում էին, ասում հələ պատկերացրա հարևանը տեկելա քո տան զիբիլը տանում է թափի։ Դու ձեռից կբռնես, կասես, չէ, զիբիլը թող մնա, ինձ պետք է, թե կուրախանաս մի բան էլ։ Մի բան էլ կուրախանաս, քանի որ դա աղբ է, դու գիտակցում ես, դա որ քեզ պետք չի, եւ մնա աղտահոտությունը, այդ հոտ ընկնելու է քո ամբողջ տան մեջ, դա գարշելի է քո համար։ Եվ երբ որ ինչ որ մեկը գալիս է դա տանում է, եւ գիտենք, որ այդ տանողը միայն եւ միայն մարդը չի կարա տանի։ Դա տանող Աստված է։ Այդ մեր ախտերը, այդ մեր ծրագրերը, այդ ամեն ինչը մաքրող Աստված է։ Եվ հիմա անօրենը գայս փսփսում, ասում է, նայ Աստված քեզ զրկեց։ Այդ մարդն ասում է, լսի, անօրեն Աստված եկել է, ամենակարող Աստված իմ մեջի զիբիլներն է տարել, որի համար ես չեմ փոշմանում։ Մեկ էլ անօրենը բերում է ավելի շատ է իրան առաջարկում։ Ասում է, ես իմ տան մեջ ավելի շատ է զիբիլ բերել։
Ինչը տեղի ունեցավ, քանի կար անօրենի տվածը իր համար կարևոր էր, իր համար երանություն, երջանկություն էր, հիմա այդ մարդու կյանքում փոփոխություն է տեղի ունեցել։ Այդ մարդն ասում է անօրեն քո զիբիլը վեկալ տար ստեղից, այդ քո զիբիլը իմ տուն պետքա չմտնի։ Մովսեսը երբ որ դուրս էր գալիս Եգիպտոսից, ասեց մի կճղակ անգամ աշխարհի մեջ չեմ թողելու։ Մի կճղակ անգամ չեմ թողելու։ Այսինքն ես եւ իմ տունը ամբողջությամբ մի հատ բան աշխարհից մեր տուն չի կարա մտնի, մի հատ խարդախություն չի կարա մտնի։ Եվ այդքանից հետո Ասափը ինչ ասում, ասում է ով ունեմ երկնքում, երկրի վրա էլ քեզանից բացի ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Հիմա հələ պատկերացրեք Ասափը տեսնում է իր հարևանները մեկը մի հատ ուներ 5 հատ էլ ունենում։ Ասափն ասում արդեն դավանում ասում է երկրի վրա քեզանից բացի ուրիշ բան չեմ ուզում։ Մեր հրայր եղբայրը մնաց լավ խոսքեր էր միշտ ասում, ասում էր երկրի վրա ինձ ընդհանրապես պետք է մի քառակուսի մետր տարածք, ընդհանրապես որ ծնկի գամ եւ ոչ կյանքիս մեջ Աստծուն փառք տամ, ինձ ուրիշ բան այս երկրի վրա պետք չի։ Այսինքն ինձ ընդհանրապես այդ է պետք, ուրիշ բան պետք չի, երկրպագության համար ես ամեն բան ունեմ։ Այսինքն իմ կյանքի համար ես ամեն ինչ արդեն ունեմ, ասում եմ ով ունեմ ես երկնքում։ Եվ քեզանից ջոգ բան չեմ ուզում երկրի վրա։ Պատկերացնում եք հոգևոր մարդու խոսքերը։ Մարդ ով այդ կարգավիճակն ունի, ում Աստված հասցրել է եւ ինչի էր Աստված հասցնում, այո, նրանք ովքեր անկեղծ գալիս են Աստծո առաջ, իրենց կարգավիճակը բերելով Աստծուն, առանց կեղծավորվելու, Աստված նրանց աղոթները լսում է։ Ցավոք Բաղամը չլսեց եւ ասենք ինչ անում, Բաղամը տեսնում է, որ Աստված չի անիծում իր ժողովրդին, գնում Բաղակին ասում է նայ Աստված չի անիծում, քանի որ ժողովուրդը Աստծո օրենքների մեջ է։ Նրանք ովքեր Աստծո օրենքի մեջ են, նրանց վրա անեծք չի կարա գա։ Եվ դա ալելույա ամեն։ Բայց ասում է նրանց Աստված էլ պետք չի ես գամ անիծեմ։ Այնպես արա որ Իսրայել ժողովուրդը ընկնի մեղքի մեջ, արդեն պետք չի ինչ-որ մեկ անիծի, Աստված երես կթեքի նրանցից, նրանք կընկնեն անեծքի տակ։ Եվ այդպես է լինում է։ Աստծո ժողովուրդը խառնվում են մովաբացիների աղջիկների հետ եւ մեղքը մտնում է Իսրայել ժողովրդի մեջ։ Եվ Աստված պատիժը բերում է։ Այո, ամեն ժամանակ մենք տեսնում ենք, որ Աստված իր ժողովրդի մեջ է, իր խոստումներով, իր օրհնություններով ամեն ինչով։ Բայց ասում է, մնա դրա մեջ, քո ցանկացած որոշում, քո ամեն ինչը ընտրություն է, որ քո ընտրությունով դու մոտենում ես կամ Աստծուն, կամ աշխարհին։ Հիմա երբ որ մենք տեսնում ենք մեր սրտերը մեզ քննադատում է ինչ-որ մի բանի համար, դա մենք իմանանք, որ Աստված մեզ սիրելով, մեր ներքն աշխարհի ամենաթույլ կետերին է կպնում, որպեսի մեզ ինչ անի։ Ասում է, երեկվա քո որոշումը, դու գիտես, որ ինչ հետևանք է ունենալու։ Աստծո խոսքն ասում է, քամից հանեցիր, մրիկ ես ընձելու։ Դա եթե այսօրվա օրը ճիշտ որոշում կայացնես, այդ մրիկը քո կյանքում տեղի չի ունենալու։ Այդ մրիկը քո կյանքում չի իրականանալու, քանի որ երեկվա որոշումը, երեկվանն էր այսօրվա որոշումը, այսօրվանն է։ Ամբակում Մարգարեն իր վերջի համարի մեջ 3-րդ գլխի ահա ինչ ասում։ Ասում է թեև թեզեն ինչ ծաղկի, եւ որդերի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստե, եւ արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախից եւ արչար չլինի գոմերում, սակայն ես Տերովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ, Տեր Եհովան իմ զորությունն է եւ իմ ոտերը եղնիկների նման է անում, եւ ինձ իմ բարձր տեղերի վրա է մանացում։ Հիմա հələ պատկերացրեք ինչ աղաղակում ամբակումը, որ անօրենը դա լսում է։ Ասում է անօրեն, եթե նույնիսկ դու այնպես անես, որ ամեն բանից ես հաջողություն չունենամ։ Մենք գիտենք, չէ՞ որ այս աշխարհի իշխանը անօրենն է։ Հիսուսին ասեց, այս ամենը ինձ է պատկանում եւ տալիս եմ ում։ Նրանց ում ուզում եմ։ Հիմա այդ անօրենն էլ, ասենք, այդ բանը փակել է, իր այդ կեղծիկների, այդ ամեն ինչը փակել է, այդ մարդը ասում ամեն ինչի զրկվել եմ։ Ամբակումն ասում է, թեև այս բաները չլինի, քանի որ ոչ մարդկության գաղափարը նա է, որ օրհնությունը դա ունենալու մեջ է։ Բայց Աստծո մարդիկ լրիվ հակասական բան են ասում։
Ասում են, եթե դրանք չլինեն, միևնույնն է իմ ցնծությունը, իմ ուրախությունը չի պակասելու։ Ես ցնծալու եմ Տիրոջով, ուրախանալու եմ։ Դավանանք, այդ դավանանքը ամեն օր մենք անում ենք, գիտեք, ամեն օր առանց հասկանալու, թե հասկանալով ամեն օր անում ենք։ Եվ Աստվածը լսում է դավանանքը եւ անօրենը։ Շատ հաճախ կարող է մենք ի օգուտ անօրենի այդ դավանանքն անենք, շատ հաճախ ի օգուտ Աստծու։ Եվ մենք հաստատ իմանանք, որ այդ ամեն ինչը Աստծո աչքերի առաջ է եւ անօրենի աչքի առաջ է։ Դրա համար երբ որ մենք կանգնում ենք, ասում ենք, ով անօրեն, ես քեզանից չեմ վախենում, այդ ինչ պիտի բերես իմ գլխին։ Մեր մամիկոն եղբայրը շատ լավ էր ասում, ասում էր մի հատ անձնավորություն կար, ասում միշտ ծոմապահության մեջ շատ առողջ էր։ Շատ ծոմապահություններ վերցնում, ասում հենց տենում մի հատ այն իր մարմինը գլուխա բարձրացնում, իր եսը գլուխա բարձրացնում, խելոք բնա, թե չէ ծոմապահությունս ավելացնելու եմ։ Այսինքն ճնշում եւ նվաճում է։ Ինչի, քանի որ անօրենի բերածը տեսնում է, ուզում է մտքեր գա, բայց ասում խելոք տեղդ նստի։ Դու պետք է ենթարկվես Աստծո օրենքներին։ Դու պետք է հասկանաս, որ Աստծո տվածը միայն օրհնություն է, Աստված զրկիչ չի։ Բաղամը զրկվեց, այո, բաղամը անիծված մնաց, բայց Փառք Աստծո ամբակումը, Փառք Աստծո ասափը վերջում ասում բարի էր ինձ, Տիրոջը մոտենալը, չեմ փոշմանել, որ ձեռքերս լվացել եմ, չեմ փոշմանել, որ ամեն օր խրատվել եմ, չեմ փոշմանել, որ իմ երիտասարդական կյանքը, իմ կյանքիս ընթացքը ոչ թե զոհաբերել եմ, այլ նվիրաբերել եմ, ամբողջությամբ տրվել եմ ամենակարող Աստծուն, քանի որ գիտեմ, տալով ես առնում եմ։ Աղոթքով գանք Տիրոջ առաջ, խնդրենք մեր անձերի համար, որ ամեն օրյա որոշման մեջ մենք չծուլանանք, մենք ասենք Տեր, մենք քեզ ենք ընտրում, դու իմ բաժինն ես, Մայրամը աղեք բաժինն ընտրեց, մենք ում ենք ընտրում։ Միայն քեզի նայեմ, ով Տեր, միայն քեզի նայեմ, ով Տեր, միայն քեզի նայեմ, ով Տեր, առանց եմ նայելու, հետև եմ քայլերին, ով Տեր, հետև եմ անվհան, ով Տեր, հետև եմ հարանել, ով Տեր, առանց ետ նայելու, հետև եմ քայլերին, ով Տեր, հետև եմ հարանել, ով Տեր, հետև եմ հարանել, ով Տեր, առանց ետ նայելու, միայն թող քեզ սիրեմ, ով Տեր, միայն թող քեզ սիրեմ, ով Տեր, միայն թող քեզ սիրեմ, ով Տեր, առանց ետ նայելու, սիրեմ ներկայություն, ով Տեր, սիրեմ անկեղծություն, ով Տեր, սիրեմ միշտ հարանել, ով Տեր, առանց ետ նայելու, սիրեմ ներկայություն, ով Տեր, սիրեմ անկեղծություն, ով Տեր, սիրեմ միշտ հարանել, ով Տեր, առանց ետ նայելու, միայն քեզ ծառայեմ, ով Տեր, միայն քեզ ծառայեմ, ով Տեր, միայն